Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նկատի ունեմ, հիմա գիտեք, ես օրինակ մի այս դահլիճում տեղի ունեցած մի բանի մասին խոսեմ, ես հիշում եմ, որ եւ միջև հիմա էլ էտա, մենք ասում ենք, որ որոշեցինք, որ 75 թե 80 տարեկանից բարձր թոշակառուների թոշակները մենք տալիս ենք կանխիկ եւ ոչ թե անկանխիկ քարտով։ Ես միջև մեջ չեմ կարողանում հասկանալ։ Ճիշտ է, երբ որ ես ասում եմ, չէ, որ չէ, պետք չի բոլորին պետքա տալ քարտով, էլի անդադ չէ, չի լինի խնդրեմ կլինի։ Ես չեմ հասկանում, ինչ խնդրեմ կլինի։ Եվ ես վերջերս էլ համոզվեցի մի կոնկրետ դեպքով, որ թոշակը տանում են, թոշակի վրայից 500 դրամ թոշակը վերցնում են եւ թոշակառուն արդյունքում ասում են առաջի կարգի բանը 85 տարեկան թոշակառուն օրինակ տնից դուրս գալու դժվարություն ունի։ Ասում եմ ավելի լավ, տնից պետք չի դուրս գալ, քարտը կողքը դրած է։ Փողը նստում է քարտին։ Ու այդ համակարգային դիմադրությունը, որ ասում են, այ էսա, որ ունենց ասում են, մտածում են, որ այնուամենայնիվ կարող է այս բարդիկ վերջը մի բան գիտեն, էլի, որ սենց պնդում են, որ չէ, պետքա կանխիկ կլինի։ Եվ էլի ինչի ենք պատուհան թողում ամեն անգամ որոշ դեպքեր, որ չի Որն է այդ դեպքը, ես չեմ կարող հասկանալ։ Որն է այն դեպքը, որ պետքա բանով, թղթով սենց վերցնենք, դնենք թևներիս տակ, գնանք աճուրդ տա։ Որն է այդ դեպքը, ուզում եմ հասկանալ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Գուցե սահմանափակ շրջանառության գույքի կամ երկակի օբյեկտների, երկակի նշանակության օբյեկտների շրջանառության կոնկրետ օրինակ եկեք։ Իմ օրինակով չեմ կարող ասել, ես փորձում եմ գուշակել տրամաբանությունը, բայց օբյեկտիվ իրականության կյանքի հետ առնչվենք, թե չէ։ Ինչ որ սարսափազդու իրավիճակներ ենք մենք ստեղծում, ինչի համար է պետք ոչ միայն էլեկտրոնային, բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Համաշխարհային ինտերնետը կանջատվի, ոչինչ թող այդ գույքը չօտարվի։ Եթե միջև մի չի օտարվել դիմացել ենք, էլի կդիմանանք։ Միայն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Թող չվաճառվի, ստեղծվի ճգնաժամ դրա արդյունքում ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Կգտնենք լուծումը։ Միայն էլեկտրոնային։ Եվ թոշակառուներինն էլ, բոլոր թոշակառուներն կբերեք 2 շաբաթ ժամանակ։ Բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Եթե հակառակ բան եք ուզում ասեք, ձայն չեմ տալիս։ Բա ինչ եք ուզում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մի դեպքի հետ կապված տարեսների օրը, որ գնացել է 103 տարեկան տատիկիտուն, իր մոտ խնդիր էր թոշակի հետ կապված, խնդրելու ենք բանկերին, որ այն տարեսները, որոնք չեն կարողանալու մոտենան բանկ քարտ ստանալու համար, բանկերը մոտենան տարեսներին այդ քարտերը իրանց տրամադրելու համար այդպիսի խնդիր էին բարձրացրել տարեսները, այդ է ուզում ասել։ Այդ խնդիրը կա։ Ես էլ բարձրացրել էի այդ խնդիրը, որ կարանք այդ փոքր դեպքը, փոքր շրջանակի, որտեվ ինչքան են այդ մարդիկ։ Լավ, մի քանի հազար թող լինեն, կարող ենք խնդրել մեր բանկերին միասնական սոցիալական ծառայություններ ենք ստեղծել, તો ինչ ասես ստեղծել ենք։ Կարան այդ մարդիկ այդ ծառայությունը, կառավարությունը կարա բացառություն անի ինչ որ դեպքերում։ Հա փոստով կարելի անել։ Հիմա ասում եմ, հունվարի 1-ից թղթի փող չշարժվի թոշակների դեպքում։ Բոլորը առանց բացառության բոլորը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Որովհետև եթե մարդը չի կարող, ասում եմ մարդը չի կարողանում գնա խանութ, ասում եմ ավելի լավ իր համար, որովհետև իր քարտը փողն է տալիս ինչ որ մեկին։ Քարտը թող տա, ասի անկանխիկ արեք առևտուրը։ Մի հատ էլ հետ վճար կստանա, մի հատ էլ հետո եթե հարց ծագես մարդուն խաբել են, թե չէ, այս մեր 85 տարեկան թոշակառու տատիկին կամ պապիկին խաբել են, թե չէ, այդ ամբողջը հետագծելի կլինի, կտեսնենք ով ինչքան երբ որտեղ խաբեց։ Այսինքն հարցեր կան, որ տարիներով հնարավոր չի լինում լուծել, որովհետև
Շատ լավ, անում ենք միայն էլեկտրոնային, ուրիշ մեր պետական գույք վաճառել ուրիշ մեթոդ գոյություն չունի։ Համեցեք։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, այստեղ գնագոյացման հետ կապված գնահատման հաշվետվություններով գույքի գնի որոշմանը նաև մեծ աջակցություն կլինի մի հանգամանք, որը մեզ մոտ համարվում է այսօր փակ տեղեկատվություն, դա կողքի գույքերի հարակից տարածքում գույքերի վաճառքն է եւ այդ գինը, թե ինչ գնով է այդ գույքը օտարվել։ Այսօր մեր գնահատողները իրականում բախվում են այն խնդրի հետ, որ իրենց համար տեղեկատվությունը սահմանափակ է եւ իրենք չեն կարողանում իրական շուկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ կոնկրետ միավորի վերաբերյալ, այլ ստանում են կոնկրետ այդ տարածաշրջանում ինչ որ գույքեր վաճառվել են, մոտավորապես գներ, բայց անշարժ գույքի յուրաքանչյուր միավոր ինքը յուրաքանչյուր միավոր է իր երկրաչափական պարամետրերով։ Հիմա մենք իրականում այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, ստեղծում ենք տարածական տվյալների շերտեր, որտեղ կապակցում ենք շուկայական վաճառքի գինը եւ կապակցում ենք կադաստրային արժեքը կամ շուկայական մոտարկված արժեքը, բայց այնուամենայնիվ այստեղ այդ խնդիրը բաց է մնում, մենք իմ կարծիքով այստեղ պետք է որոշում կայացվի նաեւ հնարավորություն ունենք արդյոք գները վաճառքի իրական գները դարձնել մասնագիտական հանրությանը հասանելի, նաև օրենքի նախագիծ ենք պարտավորվել միջև Գներեք, ինչի վաճառքի իրական գները հասանելի։ Պարոն վարչապետ, տեսեք, այսօր եթե օրինակի համար ես իմ գույքը վաճառում եմ մեկ այլ անձի, այդ գինը, թե որքանով է գործարքը տեղի ունեցել, ինքը փակ տեղեկատվություն է եւ հասանելի է միայն սեփականատիրոջը կամ իրավաբաններին, փաստաբաններին։ Այսինքն մասնավորի գործարքը նկատի ունենք։ Այո, որը գնահատման հաշվետվությունների կազման համար շուկայական վերլուծության կարևորագույն տեղեկատվություն է։ Այսինքն այստեղ մենք կան պետություններ, որտեղ այդ տեղեկատվությունը բաց է, հասանելի է, այդ թվում եւ գույքի վաճառքի կայքերով, կամ պետություններ, որտեղ որ փակ է։ Մենք այստեղ ուղղակի կարծում եմ, որ հետագայում ավելի ճշգրիտ գնի վրա դուրս գալու համար, որովհետեւ մտցնում ենք, որ պետք է գնահատողը գնահատություն իրականացնի։ Իսկ ինչ խնդրեմ ունենք, այսինքն ինչի չենք դա այդ ինֆորմացիան ինչի չենք բացում։ Ես առաջարկում խոսում ենք թափանցիկության մասին, չգիտեմ ինչի մասին, հակակոռուպցիոն քաղաքականության մասին, ինչի չենք բացում։ Մենք հիմա օրենքի նախագիծ ենք շրջանառում, պարոն վարչապետ, եւ պարտավորվել ենք երկրորդ 6 ամսյային հաշվետվությունների շրջանակում, պարտավորվել ենք, որ գնահատման օրենքի փոփոխություն կներկայացնենք։ Որտեղ ենք պարտավորվել։ Այն յուրաքանչյուր 6 ամսվա մեր կատարողականներով, որ Հա, շատ լավ։ Դրա շրջանակներում առաջարկում եմ այս հարցը քննարկել։ Չեք գնանք այդ ճանապարհը, որովհետև այո, դա թափանցիկության հարց է, դա նաև տեսանելիության հարց է, նաև հակակոռուպցիոն իմաստով կարևոր նշանակություն ունի եւ շուկայի վիճակը գնահատելով եւ շուկայական արժեքները գնահատելու առումով, որովհետև շուկայական արժեքները գնահատելու համար այս գույքերի այդ թվում նաև բանա չի արվում։ Ճիշտ եք ասում, եթե կողքի հողը ասենք օրինակ վաճառվել է $1 միլիոն, մասնավորի, կպած հողը նույն տարածությամբ մեկ է համայնքը կամ կառավարությունը վաճառում են ենթադրենք $100,000։ Ինչի։ Ու դա խնդրեմ է եւ մենք այդ խնդրեմն ենք ուզում լուծել եւ այդ շղթայի մեջ իհարկե ձեր ասածը կարևոր օղակ է, համեցեք։